Այդ ուժը նախանշում էր այն ելույթները, որոնք հետագայում կստիպեին ամբողջ Եվրոպային դողալ և խոնարհվել։ Լիստի երիտասարդությունը կարճ և տարօրինակ էր։ Այն ամենը, ինչ սովորաբար կազմում է մարդկանց կյանքը, անհոգություն, առաջին սեր, անձրևի տակ զբոսանքներ, նրանից խլվեց արվեստի համար։ Նա մեծացավ մի աշխարհում, որտեղ չկար սահման, ներշնչման և պատժի միջև։ Յուրաքանչյուր նոտա ցավ էր արժենում, յուրաքանչյուր ակորդ խոստովանություն։ Երեկոյան հայրը նրան կարդում էր մեծ կոմպոզիտորների նամակները, սովորեցնում էր յուրաքանչյուր հաջողված մեղեդու մեջ լսել ճակատագրի ձայնը։ Երբեմն տղան քնում էր հենց դաշնամուրի մոտ։ Ստեղների վրա մնում էին նրա մատների հետքերը, ապագայի նշաններ, որը արդեն ենթարկված էր ճակատագրին։ Երբ նա դարձավ 14 տարեկան, տանը առաջին անգամ սկսեցին խոսել Փարիզի մասին։ Վիեննան նրան տվեց հմտություն, բայց ոչ մարտահրավեր։ Միայն ռոմանտիզմի մայրաքաղաքում, Փարիզում, որտեղ արվեստը խառնված էր հեղափոխության հետ, նրան կարող էին լսել և հասկանալ։ Ճանապարհը երկար էր ու հոգնեցուցիչ։ Փոշոտ կայաններ, սառը քամի, հազվադեպ հյուրանոցներ։ Լիստը նայում էր պատուհանից և լռում։ Այդ ճանապարհին նա առաջին անգամ զգաց մի տարօրինակ զգացում, ոչ թե ուրախություն, այլ հոգնածություն հենց իրենից։ Նրա կյանքը դառնում էր բեմ, և նա արդեն սկսում էր հասկանալ, թե ինչ գին ունի փառքը։ Փարիզը դեռ չգիտեր, թե ով է մոտենում նրան։ Հոր նամակներում գրված էր, որ որդին հիվանդագին կերպով տարված է երաժշտությամբ։ Երբեմն նրա հայացքում երևում էր ինչ-որ անհանգստացնող բան։ Կարծես նա լսում էր այն, ինչ մարդիկ չպետք է լսեն։ Եվ իսկապես, երիտասարդ դաշնակահարի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կար մի անհանգիստ բան, որը չէր բացատրվում տեխնիկայով։ Հանրությունը դա ընկալում էր որպես հայտնություն, բայց ինքը, Ֆրանցը, զգում էր, որ դա ոչ թե նվեր է, այլ ինչ-որ բաժանման նախանշան, երկրայինի և աստվածայինի միջև։ Երբ նրանք հասան Փարիզ, նրա դեմքին արդեն երևում էր հոգնածության ստվեր։ Նա դեռ չգիտեր, որ այս քաղաքը դառնալու է և նրա փառքի վայր, և նրա կործանումը։ Փարիզը նրան դիմավորեց կարգերի աղմուկով, անձրևի և օծանելիքի հոտով, և կյանքի հատուկ լարվածությամբ, որը Վիեննայում չկար։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ քաղաքը ապրում էր մեծ փոփոխությունների նախաշեմին։ Բուլվարներում քննարկում էին Բեթհովենին և հեղափոխությունը։ Սրահներում վիճում էին, ով է ավելի ուժեղ փոխում աշխարհը, փիլիսոփան, թե երաժիշտը։ Ֆրանցի համար, ով մեծացել էր խիստ վիեննական կանոններով, այս քաղաքը դարձավ պայթյուն, միաժամանակ գայթակղություն և փորձություն։ Կոնսերվատորիան, որի վրա նրա հայրը մեծ հույսեր էր դրել, չընդունեց նրան։ Տնօրենին վախեցնում էր տղայի ինքնավստահությունը և հասուն մարդու հայացքը դեռահասի մարմնում։ Բայց այդ մերժումը չդարձավ պարտություն, այն դարձավ ուժ։ Լիստը հասկացավ, Փարիզին պետք չէ դուր գալ, Փարիզը պետք է նվաճել։ Նա հիշում էր յուրաքանչյուր փողոց, որով անցնում էր անձրևի տակ, իրեն զգալով ինչպես վտարված։ Այդ ժամանակ նրա հայացքում արդեն երևում էր այն լարվածությունը, որը հետո անվանեցին դիվային ներշնչում։ Նա նվագում էր սրահներում, ծանր վարագույրների, աղոտ լույսերի և շրշացող զգեստների մեջ։ Լսողները նրան չէին դիտում որպես տղա, նրանք նրան տեսնում էին որպես հանելուկ, որպես ինչ-որ վտանգավոր, բայց միևնույն ժամանակ գրավիչ բան։ Նրա ձեռքերում երաժշտությունը կորցնում էր ձևը, այն դառնում էր կենդանի օրգանիզմ, երբեմն շշնջում էր, երբեմն գոռում։ Եվ ամբողջ դահլիճը կարծես ընկնում էր կախարդանքի տակ։